Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Նույնպես հարցեր են ուղղել այսօր կպատասխանենք հարցերին։ Հարցը այսպեսին է, Արկադի եղբայր ջան, մի հարց, ինչպես հասկանալ հոգևոր առումով այս երևույթը, որ ասում է Հիսուսը համբարձվեց եւ հայտնվեց հոր աջ կողմում։ Շնորհակալ եմ։ Հոգևոր իմաստով։ Հոգևոր իմաստով։ Իսկականից հոգևոր իմաստով, որտեղ բարունավոր իմաստով համբարձվեց, հերը նստած էր, լավ աջ կողմը նստավ, ուտես նստած, գործմոց չունի։ Հիսուսը աշխատում է։ Հիսուսը երբ որ բժշկություն էր անում, ասեց, մինչև այսօր հայրս գործում է, ես էլ եմ գործում։ Հասկանում եք։ Լավ, հարցին անդրադառնանք կոնկրետ, որ հոգևոր ինչ է նշանակում Հիսուսը համբարձվեց եւ հոր աջում նստած։ Այդ գրված է, այդ տեղը գրված է Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 19 խոսքում։ Կարդամ ամենքի շինության համար ու խոսենք այդ մասին։ Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձավ, Աստծո աջ կողմը նստեց։ Տերը ինչ էր խոսում իրանց հետ։ Հարություն առնելուց հետո ինքը պատվեր տվեց աշակերտներին։ Գնացեք արքայության ավետարանը բովանդակ աշխարհում եք քարոզեք։ Եվ մինչև պատվեր տալը, մինչև խաչելությունը ինքը ապրեց, արեց այն ինչ որ Աստծո կանքներ, ինչ որ Աստված ուզում էր, ինչ որ ծրագրված էր իր համար։ Այսօր մենք եթե Աստծո որդիներ ենք, մեր համար էլ է նույնը ծրագրված ինչ որ Հիսուսի համար։ Աստվածաշունչը ասում է, որ Հիսուս Քրիստոսը մեր ավակ եղբայրն է։ Պատկերացնում եք, Աստված իր եղբայրն է։ Սա մի հատ հասկացողություն է, որը շատ մարդիկ չունեն, ես չեմ դատում նորից, շատերը չեն հասկանում այդ մասին։ Հիսուս Քրիստոսը մեր ավակ եղբայրն է, ուրեմն ես Աստծո որդին եմ։ Եթե Հիսուսն Աստված է, հասկանում եք, մենք էլ ենք Աստված։ Եթե ես իր կրտսեր եղբայրն եմ, ես էլ եմ Աստված։ Այսինքն հոգևոր իմաստով, հոգևոր առումով Աստված մեր մեջ է։ Ես իր որդին եմ, ես իր պատկերն եմ։ Ոնց որ Հիսուսն էր իր պատկերը ցույց էր տալի։ Տեսեք, մի տեղ էլ կարդամ։ Հակոբոս առաջի գլուխ 22 խոսքն է սենց ասում. Խոսքը կատարողներ եղեք, ոչ միայն լսողներ, ձեր անձերը խաբելով։ Խոսքը կատարող եղեք։ Եթե մենակ լսեմ ես, բայց խոսքը չկատարեմ, խաբում եմ ես ինձի։ Հիսուս Քրիստոսը խոսքը լսեց հորից, խոսքը եկավ փոխանցեց մեզ ու այդ խոսքը կատարեց ինքը։ Եթե ես այսօր իր որդին եմ ու Աստված եմ, Հիսուս Քրիստոսի եղբայրն եմ ու Աստծո որդի եմ ես էլ խոսքը պետքա լսելով, ոչ թե խաբեմ իմ անձը, չկատարեմ, այլ լսելով պետքա կատարեմ այդ խոսքը, ինչ որ Հիսուս Քրիստոսն ասում է։ Իսկ ինչ ասում, բարի բաներ ասում, սեր ասում ինքը, ուրիշ ոչ մի բան չի քարոզում մեզ։ Եթե բարի ես գործեմ, բարին արդարությունը ես սիրեմ ու սեր ունենամ իմ մեջ, ես էլ եմ համբարձվելու նստեմ հոր աջում։ Սրա հոգևոր իմաստը հիմա բացատրենք, լավ, էսի համառոտ ոնց որ բարունավոր։ Հոգևոր իմաստով, տեսեք, խոսքը Աստծո որդին է, Հիսուս Քրիստոսն է։ Խոսքը հոր բերանից դուրս եկած խոսքը, Հովհաննես առաջի գլուխ առաջի խոսքերն ասում։ Սկզբից էր խոսքը Աստծո մոտ էր, խոսքը Աստված էր։ Մենք էսի հասկանում ենք հոգևոր։ Նորից եմ կրկնում։ Հոգևոր իմաստը, սիրելի քորիս եւ եղբայրս, մեր ներսի աշխարհում է կատարվում։ Հիսուս Քրիստոսը, այսինքն խոսքը երկրի վրա էր։ Երկինք հասկացողությունը մենք հասկանում ենք երկիրը երկրավոր, մարմնավոր, տեսանելի, ժամանակավոր, Աստվածաշնչի մեջ որտեղ երկիր բառը կարդակ, կհանդիպեք երկիր բառին, դա նշանակում է ժամանակավոր, երկրավոր։ Հուդայի մեջ ասում են նրանք երկրավոր են, շնչավոր են։ Մեղավոր մարդկանց մասին է խոսում։ Իսկ երկնավոր մարդիկ սիրով են լցված։ Եվ Առաքյալն ասում է, Պողոս Առաքյալը ասում է, դուք երկրավորներ չեք, այլ երկնային քաղաքացիներ եք։ Ում ասում, երկրի վրա ապրողներին, բայց հոգևորը ասում, այսօր ես երկնային քաղաքացի եմ, ոչ թե երկրի քաղաքացի եմ։ Հոգևոր իմաստով նորից եմ ասում։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալի, սիրելի հարց տվող։ Խոսքը, երբ որ կատարում ես արդարությամբ, քո անձը չխաբելով, մենակ լսելով,
այլ լսելուց հետո կատարում ես քո խոսքը այն, որ լսել ես Աստվածանից, կատարում ես, դու արդեն այդ խոսքը քո միջի բարձրանում է երկինք, երկրավոր խոսքը գիրը բարձրանում է երկինք, դառնում է հոգևոր հասկացողություն։ Հենց հոգևոր հասկացողություն դարձավ, բարձրացավ երկինք, արդեն հոր աչում ես նստում։ Մի քիչ առաջ Մելանի հետ զրույց էինք անում, թե աչ ցախ հասկացողությունը ո՞րն է Աստվածաշնչի։ Մելանն ասաց, որ աչը բարին է։ Ցախը այսօր աշխարհն է, չէ, բան ունի, աչ ու ցախի տես խորթավոր խոսքեր ունի, առակներ ունի։ Շատ տեղեր են օգտագործում։ Մեկը մեքենա առնում, ասում են ռուլը աչ պատտվի։ Չէ՞, այսպես ինչ-որ խոսք կա։ Միշտ աչ լինի։ Միշտ աչ լինի, հա միշտ աչը անդուն դա կարող է, բայց խորհրդով հոգևոր են ասում, այսինքն միշտ հաջողակ լինի, միշտ լավ լինի, միշտ բարի լինի։ Ու էլի լիքը տես առակներ։ Նույնը Աստվածաշնչի մեջ։ Այծերը ձախ կողմում հավաքվեցին, բաժանեց Աստված գառներին աչ կողմում։ Լավ։ Ինչ տարբերություն Աստծո աչ կողմն ես թե ձախ։ Ինչ տարբերություն Աստծո առաջն ես թե հետևն ես, թե Աստծո կողքերն ես։ Չէ, եթե նայում ես ֆիզիկապես, թող ես Աստծո հետ լինեմ, Աստծո մոտ լինեմ, մի օր աչ կլինեմ, մի օր ձախ, մի օր իրար հետ կլինեք։ Բայց չէ, սա խորհուրդ է։ Էլավ ու հոր աչ կողմում նստեց։ Հոր զորության աչ կողմում նստեց, արդարության բազմոցին բազմեց ինքը։ Տեսեք հոգևորի կարևորությունն էլի, մարմնավորը մի տեսակ խառնաշփոթության է տանում, բայց հոգևորը իրականում զորության ու ճշմարտության ու լեցունության է տանում մարդուն։ Հիմի սիրելի հարցնվող, հասկացանք, որ Քրիստոսը Աստծո խոսքը, երբ որ երկինք է բարձրանում մեր մեջ, Աստվածաշունչն ասում է, սպանի ամաղեկի, դա գիր է, դա երկրավոր է, դա երկնային չի, հոր աչ կողմում չի, սպանում է Աստծո պատկերով ստեղծված մարդկանց սպանում է այդ գիրը։ Բայց եթե հոգևոր եք նայում, հոգևոր տեսանկյունով եք նայում, Աստված ասում է սպանա քո միջի մեղքին, բարկությանը, վեճին, կռվին, որը ամաղեկով Աստվածաշնչյան լեզվով թարգմանվում է վեճ կռիվ։ Սպանա դրան մերում անու։ Տեսեք, սա արդեն բարձրար հասկացողություն է, երկնային հասկացողություն է, ու հոր աչում է նստած այդ հասկացողությունը։ Այդ խոսքը, որը Հիսուս Քրիստոսն է, հոր աչում է նստած։ Այսինքն բարի է, չէ՞, որ իմ միջի չարին սպանեմ, ամաղեկին սպանեմ։ Բայց երկրավոր հասկացողությունը, ամաղեկը մարդիկ են, ազգ էին, ցեղեր, դրա մեջ բարի բան չկա, դա սպանող հասկացողություն է։ Հոգևոր հասկացողությունը, սա է սիրելի քուրես եւ եղբայրես, որ դու Աստվածաշունչը ինչքան որ կարդաս, թող Հիսուսը հոր աչում նստած լինի, այսինքն Աստծո խոսքը սիրո կողքին նստած լինի, սիրո աչ կողմին թող նստած լինի։ Դու ինչ որ կարդում ես Աստվածաշունչը, արդարությամբ թող լինի, բարիությամբ թող լինի։ Մարդ կա իր մոր հետ հաշ չեր ուտում։ Մերը մի եկեղեցի էր գնում, որդին մի այլ եկեղեցի էր գնում, ես ճանաչում եմ իրան։ Որ տարբեր եկեղեցիներ էին, վերցրել էին երկրավոր հասկացողությունը, որ ասում է հաց մի կեր մեղավորի հետ։ Տունդ մի թող իրան հացեր մի կեր։ Այս խոսքը վերցնելով հաց չեր ուտում մոր հետ։ Առանցին սենյակներ էին քնում։ Նու քնել ասելը որն է։ Մի տան մեջ էին, բայց ոնց որ մի տան մեջ չէին։ Դա երկրավոր հասկացողություն է։ Իսկ երբ որ դու հասկանաս Քրիստոսը քո մեջ հարություն առնի, հոր աչում նստի, Հերը սերն է, Աստված սերը։ Սիրո աչ կողմում, զորության աչ կողմում, երբ որ նստի այդ հասկացողությունը, քո խոսքը, Քրիստոսը նստի աչ կողմում, արդեն մեղավորի հետ հացել մի կեր, ես հասկանում եմ իմ միջի այս միտքը, որ ասում է գողացի, մեղավոր է, ես դրա հետ չեմ ուտի, վայ որ գողանամ լավ կլինի, էլի էսի կերակուր է, որ ես ուտում եմ։ Վայ որ գողանամ հարուստ խարային մարդը տես գողացավ, տես ոնց ապրում, ինչ լավ ապրում։ Էդի ես հաց եմ ուտում մեղավորի հետ։ Դրա համար ասում եմ մի կեր, հաց մի կեր մեղավորի հետ։ Իսկ այս երկրավոր հասկացողությունը տեսեք աղբեր աղբոր հետ, մերը մոր հետ, դա սատանայի գործն է։ Աստվածաշնչի գիրը սպանում է, գրված Աստվածաշնչի մեջ։ Գիրը սատանայի գործն է, սպանում է։ Իսկ գրի միջի հոգին այս սուրբ է, այդ գիրը սուրբ է, երբ որ հոգիով ենք մենք առաջնորդվում։ Աստվածաշնչի գիրը սուրբ է, երբ որ ես հոր աչում նստած եմ արդեն գործեմ այդ գիրը։ Հրամար սիրելի քուրիս եւ եղբայրս, ինչ անենք, որ հոր աչում նստենք, Հիսուս Քրիստոսը գործեց երկրի վրա,
Այսօր մենք երկրի վրա մարմնավոր ենք կարդում շատ բան, բայց հարություն թող առնենք, մարմնավոր չմնանք, երկրի վրա չմնանք։ Աստվածաշունչն ասում է, այսինքն Հիսուս Քրիստոսի խոսքերն ասում է, երկու հոգի արտում կլինեն, մեկը կվերցվի, մյուսը կմնա։ Հենց այդ վերցվողը երկնային հասկացողությունն է, որը պետք է վերցվի երկինք հավիտենական հոր մոտ։ Իսկ որը որ մնա գրի հասկացողությունն է, երկրավոր հասկացողությունն է, որը կործանման մոտ է։ Անեծքի մոտ է, ոնց են ասում։ Դրա համար դուք եղեք, ձեր մեջ այդ երկու միտքեր կա ամեն հավատացյալի մեջ։ Հարություն թող առնի, միշտ ձեր միտքը թող հոգևոր հոր աջ կողմում թող բարձրանա ու նստի։ Սիրելի Աստծո, ինձ թվում է ահագին ասեցի բան, բայց ահագին բաներ կա, որ դուք հայտնություններ առեք։ Դա կյանք է։ Դուք հայտնություն առեք ձեր մեջ։ Դա ասու հենց մոտեցում է։ Ձեր միջի հայտնությունները մոտեցնում է ձեզ ասում։ Մոտեցնում է ձեզ սիրում։ Անկախ քեզանից մեկի որ չէի սիրում, ատում էիր, չէ՞։ Այս հայտնությունները երբ որ դու ստանաս, դու հայտնվի քո մեջ Քրիստոսի իսկական այն հոր աջ կողմում նստելը ինչ է։ Հայտնվի այդ հայտնությունը քեզ։ Դու անկախ քեզանից այդ մարդուն կտենաս, այ քեզ բա սիրում ես։ Անկախ քեզանից քո որոշումից անկախ։ Դրա համար էսի է կյանքը։ Հոգին է կյանքը, մարմինը շահ չունի, մարմինը սպանում է։ Ամեն։ Այսքանը Մելանիա երևի, եթե էլի հարցեր կլինի, խնդրեմ։ Աստված շատ օրհնի։ Այսքանով ավարտենք։ Ավարտենք, հա, ինձ թվում է։ Աստված շատ օրհնի, գրեք նորից, զանգեք։ Մենք սիրով կպատասխանենք։ Մնաք Աստծո խաղաղության մեջ։ Տեր օրհնի ձեզ։